Այսօր ուզում եմ պատմել Գյումրու կենտրոնական հրապարակի մասին, մի փոքր պատմություն ներկայացնեմ, հետո արդեն այլ տեսանյութով շենքերի մասին կներկայացնեմ։ Ուրեմն այստեղ Ալեքսանդրապոլի ժամանակ այս ամբողջ տարածքում առևտրային շարքեր էին, այստեղ արհեստավորներն ու վաճառականները իրենց ապրանքն էին վաճառում։ Հետո արդեն Ալեքսանդրապոլից հետո, երբ սովետական կարգեր հաստատվեցին, այստեղ որոշեցին դարձնել մեծ հրապարակ, շենքերը քանդեցին, Ալեքսանդրապոլյան ոճով կառուցված շենքեր էին ու դարձրեցին մեծ հրապարակ։ Սկզբնական շրջանում հրապարակը բնականաբար կոչվում էր հեղափոխական առաջնորդ Լենինի անունով։ Դա տևել է մինչև 1930-ական թվականներ։ Հետաքրքիր էր, որ այս հրապարակում Լենինի արձան տեղադրված չի եղել։ Լենինի արձանը առաջին անգամ տեղադրում են Լենինականում Բոշի սադում։ Հետո արդեն տեքստիլ գործարանի տարածք են տեղափոխում։ Հետո հանդիպում է հրապարակում, որ հրապարակը դարձնում են Մայիսյան ապստամբության հերոսների հրապարակ, այդ անվանումն են տալիս, քանի որ արդեն նախագիծ կար, որ Լենինի անունով հրապարակը կոչվելու է ներկայիս անկախության հրապարակը, լենինականցիները գիտեն Չուլոչնու հրապարակը, այնուհետև կենտրոնական հրապարակը սկսում է կոչվել Ստալինի անունով։ Ստալինի անունով հրապարակը կոչվելու մասին առաջին վկայությանը հանդիպել եմ 52 թվականին հրատարակված թերթում, դրանից առաջ որևէ այլ տեղ հրապարակման չեմ հանդիպել, այսինքն մոտավորապես 50-ականներին հրապարակի անունը փոխում են, դարձնում են Ստալինի անվան։ Եվ Ստալինի անունը այս հրապարակը կրում է մինչև 1961 թվականը։ 61 թվականին համենայն դեպս հրապարակում կա, որ շքերթը անցկացվել է, հիշում եք, մայիս 1-յան, նոյեմբերի 7-ի շքերթներ էին անցկացվում Լենինականում այս հրապարակում։ Նշվում է, որ Ստալինի հրապարակում է այդ շքերթը անցկացվել, բայց 62-ին արդեն կոչվում էր կենտրոնական հրապարակ, անունը դեռ չէին որոշել, դրանից հետո արդեն դարձնում են Մայիսյան ապստամբության հերոսների հրապարակ։ Գիտեք, որ Մայիսյան հեղափոխությունը այստեղ է տեղի ունեցել, դրա համար էլ Մայիսյան ապստամբության շեշտադրումը շատ է եղել, անգամ հրապարակ են անվանակոչել։ Այդպես շարունակվում է մինչև 88 թվականը, 88 թվականից արդեն կարծես ակտուալ չէր Մայիսյան ապստամբության հերոսների հրապարակ կոչելը, դե անկախությունից հետո առավել ևս, եւ 2000-ական թվականներին հրապարակը անվանակոչվում է Վարդանանց հրապարակ։ Այսպես, իսկ ինչ վերաբերում է շենքերին, ապա հերթով ներկայացնեմ։ Առաջինը կառուցում է կինո Հոկտեմբերի շենքը, որի ճարտարապետը շուշեցի Ղազարոս Սարգսյանն է։ Քանդակների հեղինակը ի դեպ իտալացիներ են, որոնց 10,000 ռուբլից ավել գումար են վճարել այս քանդակների համար։ Հետո գալիս է արդեն 7 վերքը Սուրբ Աստվածածինը, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին այս տեսքով։ Ի դեպ սովետական շրջանում եկեղեցիների դիմացը փակված էին, կինո Հոկտեմբերի ոճով շենք էր կառուցված այդ մասում, որը երկրաշարժի հետևանքով քանդվեց, մասնակի վնասվեց, այնուհետև քանդեցին։ 7 վերքի հարևանությամբ Քաջազնունու կառուցած շենքն է։ Հետո այս կողմում արդեն Գյումրու ներկայիս քաղաքապետարանի շենքն է, որը կառուցվել է 2000-ական թվականներին։ Այս վայրում երկրաշարժից առաջ քաղսովետի շենքն էր, որի ճարտարապետը Գևորգ Քոչարն էր, կառուցել էին 1930-ական թվականներին, 88-ի երկրաշարժին մասնակի վնասվել էր, բայց որոշեցին քանդեցին, հետո այս շենքը կառուցեցին։ Այս ուղղությամբ Արակած փողոցներ, Արակած ջեմափողոցներ գեղեցիկ շենքերով երկրաշարժին քանդվեց ու հիմա ճարտարապետական քաոս է հիշեցնում այդ մասը։ Հետո այսպես պտտվում ենք, գալիս ենք ամենափրկչին, ամենափրկիչը արդեն 1850-ականներից սկսել են կառուցել եւ Իմիջայլոց ամենափրկչի դիմաց ևս շենք կար, երկրորդ ռուսական դպրոցն էր, թիվ 2 ռուսական դպրոցն էր, որը քանդեցին 1960-ականների վերջերին, 70-ականների սկզբներին։ Պատճառն այն էր, որ այդտեղ գրունտը նստում էր եւ շենքը սկսում էր ճաքեր տալ, բնականաբար որոշեցին քանդել այդ շենքը եւ եկեղեցին բացվեց հետաքրքիր զուգադիպությամբ։ Այսպես պտտվենք Վարդանանց արձանախումբն է, 2000-ականներին է տեղադրվել։
Այս մասում արդեն լենինական հյուրանոցն է, որը կառուցվել է 1920-ական թվականների կեսերին, ճարտարապետը Չիսլիևն է։